Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Հակոբյան, որպես բարի խորհուրդ, առհասարակ մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր զզվանքը, անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ։ Դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն, տենց ազնվական ցեղից չեք, որ մնացածս էլ նվաստներս տենց պատից ակից կամ ծառից քաղած ինչ-որ մի հատ երևույթ եք։ Այդ առաջինը։ Երկրորդը, վերջապես ձեր դիմաց նստած են լրագրողներ, որոնք ենթադրվում է, որ ձեր գոլեգան են, ճիշտ է, դուք արդեն տենց բարձրաշխարհիկ տիկին եք, ձիարշավարաններ, թե ուր եք գնում այնտեղ ձիերի հետ կապված արաբների մոտ գնում եք ինչ-որ տենց բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, բայց ամեն դեպքում հիշեք, թե դուք ով եք։ Երբ որ խոսում եք բաների մասին, կոնվենցիաների մասին, կոնվենցիաներով սահմանված իրավունքների մասին, անպայման հիշեք տիկին Հակոբյան, որ դուք եք այն մարդկանցից մեկը կամ գուցեև միակը, ով արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ որ մարդիկ մեկ ամսից ավել սովամահ էին լինում այնտեղ, հաց չունեին ուտելու երեխեքը, մանկական կեր չկար երեխեքին կերակրելու համար, դուք այդ պերիոդում ինչ-որ մի հատ ճաշատեսակ եք սարքում, եթե չեմ սխալվում, տենց անվանումը բոզբաշ էր, չգիտեմ, ինչ-որ տենց մի բան։ Տիկին Հակոբյան, հիշեք նաև, երբ որ հղում եք անում սահմանադրությանը, հիշեք, որ այս երկրում բոլոր ժամանակներում, ես պնդում եմ դա, որովհետև ես բավականաչափ մեծ եմ հիշելու համար, թե որ պերիոդում ինչ է տեղի ունեցել, ձեր թանկագին ամուսնու չափ, ՔՊ-ի չափ, ասել է, թե ձեր թիմակիցների չափ, այդ թվում ձեր նաև ղեկավար կազմի, ձեր կառույցի հոգաբարձուների ներկայացուցիչների մասնակցությամբ այնքան է խախտվել այս սահմանադրությունը, որ երբեք այդքան բան չի եղել, երբեք ոչ մի իշխանություն այդքան սահմանադրությունը թքած չի ունեցել, ինչքան դուք եք դա արել։ Երբեք Հայաստանի Հանրապետությունում օրենքները այսչափ չեն խախտվել, ինչքան խախտվում են հիմա։ Երբեք մարդիկ այդքան նվաստացած արժանապատվությունները նվաստացած չեն եղել, ինչքան հիմա։ Ու երբ որ դու կեղտոտ կոշիկներով անցնում ես կոնվենցիաների վրայով, երբ որ դու քո նեղ խմբային շահերի համար ոտնահարում ես օրենքն ու սահմանադրությունը, միշտ հիշի տիկին Հակոբյան, բումերանգի օրենքը դեռ ոչ մեկ չի չեղարկել, ու այս բումերանգը վերադառնում է ձեզ, ներողություն, խանım։ Հիմա ինչ վերաբերվում է Դանիել Հովհաննիսյանին, սա ունի երկու տարբերակ։ Առաջի տարբերակը, որոշ ժամանակ հետո կհասկանանք այդ երկու տարբերակներից որն է աշխատում իրականում, տարբերակ առաջին։ Դանիել Հովհաննիսյանը մի քիչ նստել մտածել է ու հասկացել է, որ այն քաղաքականությունը, որը վարում են այս իշխանությունները, այն հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, հակահայկական գործողություններ, որոնք իրականացնում են այս իշխանությունները, այդտեղից պետք է ինչ-որ ձևի փորձել դուրս գալ եւ մի տեսակ ոնց որ մաքրվել ու փորձում է խաղալ ինքնուրույն, իսկ դա նշանակում է, որ դա իրեն չի ներվելու եւ դա է պատճառը, որ Դանիել Հովհաննիսյանի վերաբերյալ բազմակի, ներողություն եմ խնդրում, ուժ բարձ չեմ կարողանում այս տեմպի մեջ մտաբերել, բազմակի օգտագործումից հետո, որպես հանրային գործիչ, որպես, չգիտեմ, հանրային ճանաչելի մարդ, փորձում են ձերբազատվել, այսինքն քրեական գործ հարուցել, հետո մտածել, թե հետո ինչ են անելու, մանավանդ մահակ ունենալու համար, մեղվեր։ Եւ երկրորդ տարբերակը կոչվում է show must go on։ Պարոն Հովհաննիսյանը այս տարիների ընթացքում հաջողացրել է այն աստիճանի բացահայտ բաց քարերով խաղա եւ սատարի Նիկոլ Փաշինյանին իր տարբեր գործնեության տեսակներում, որ այլևս ոչ թե ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ թե կասկածի տակ է դրված իր անաչառությունը, այլ ընկալվում է որպես Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ այսպես կապի մեջ գտնվող մարդ։ Եվ ինքն էլ բազմիցս դրա մասին խոսել է իր ինտերվյուներում, որ բազմիցս առիթ ունեցել անձամբ նստել խոսելու Նիկոլ Փաշինյանի հետ, տենց особо приближенный к императору կարգավիճակ, էլի դա կարծում էր ինքը, որ դա իր քաշը բարձրացնում է, խոսքը քաղաքական հանրային քաշի մասին է։
Այս իմաստով պարոն Յանուսյանը այնքան վարկաբեկվել, որ մոտակա ընտրությունների ժամանակ կարիք ու անհրաժեշտություն է լինելու այսպես անաչառ Երևալու եւ հիմա ուղղակի հող են նախապատրաստվում, թե բա հələ մի տեսեք, դաժե Դանիել Հովհաննիսյանի վրա քրեական, դաժե Դանիել Հովհաննիսյանը Տիկին Հակոբյանի վերաբերյալ բանը դիմում է գրել դատարան։ Տիկին Հակոբյանն էլ իր վերաբերյալ է դիմում, չգիտեմ, ով է իրավապահ մարմիններին։ Այս երկու տարբերակն է, երրորդ տարբերակը ուղղակի չկա ժողովուրդ ջան։ Ժամանակը ցույց կտա այս երկու տարբերակներից որ մեկն է իրականության մեջ, բոլոր դեպքերում տենց լուրջ մի ընդունեք, հա, դե հիմա բաներ ասեցին, եկան ասեցին ու նորից վերադառնալով Տիկին Հակոբյանին, երբ որ ամեն անգամ կխոսեք կանանց իրավունքների մասին, բազմաթիվ տարբերակներով իրավունքներ կան, հասկանում եք, ու անպայման հիշեք, ոնց էին քաշքշուբ եռաբլուրում զոհված զինվորների, չկան ասեցի չծանրացնեմ, չի ստացվում, ծնողների, զոհված զինվորների ծնողներին, այդ թվում նաև մայրերին։ Հիշեք նաև ինչպես ձեր ամուսինը, թեկուզ եւ քաղաքացիական ամուսինը, իմ համար դա բացարձակական չի, ինչպես խաբեց բառացիորեն խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողներին, սևազգեստ մայրերին։ Հիշեք էլի բազմաթիվ դեպքեր, երբ որ կանայք մնացել են, ինչպես տեղահանվեցին ձեր ամուսնու գործունեության հետ կապված, բազմաթիվ հազարավոր մարդիկ տեղահանվեցին Արցախից, այդ թվում նաև կանայք, երեխաներ։ Հիշեք, որ դա էլ է կոնվենցիաներով նախատեսված եղել, ցեղասպանության չենթարկվելը, չգիտեմ, էլի բազմաթիվ գործողություններ։ Մի խոսքով այնքան բան կա ասելու, բայց չեմ ուզում թիրախավորել, ես միշտ խուսափել եմ կանանց թիրախավորելուց, դա վերաբերում է նաև Աննա Հակոբյանին, որովհետև կանանց իսկապես շատ են թիրախավորում եւ թիրախավորում են շատ տգեղ ձևով, բայց այս դեպքում Տիկին Հակոբյան կներեք, բայց երբ որ դուք օգտվում եք ձեր ամուսնու պաշտոնյա լինելու բարիքներից ու տենց դեմքով ման եք գալիս, հիշեք, որ դա հակառակ կողմն էլ կա, այո, դուք ասոցացվում եք իշխանությունների հետ, այո, իմ քայլը դա նախկին խմբակցություններ, այո, ձեր ֆոնդը ասոցացվում է բանի Փաշինյանի գործնեության հետ, դուք իրա թեկուզ եւ քաղաքացիական, բայց կինն եք, երեխաների մայրն եք, դուք շարունակում եք ապրել մի տարածքում իր հետ, դուք շարունակում եք բազմաթիվ բարիքներից օգտվել, այնպես որ սա անխուսափելի process է ձեզ անդրադառնալը, հատկապես եթե դուք նպատակարար եք գտել ինքնուրույն, ինքնակամ գալ եւ ելույթ ունենալ ու հիշեք, որ օրենքները այո աշխատելու են եւ պատասխանատվության հարց պարտադիր լինելու է, դա վերաբերվել է նաեւ ձեզ, որովհետև ձեր դերակատարությունը այս բոլոր process-ներում ուղղակի տեսանելի է եւ պատրաստվեք պատասխանատվության ենթարկվելու։ Իհարկե, այս պերիոդում դուք կարող եք զոհաբերվել, եթե հանկարծ հաշտ չեք ձեր ամուսնու հետ, բայց դա մեր պատասխանատվության հետ, մեր ասած պատասխանատվության հետ բացարձակ կապ չունի։ Հետո Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստների, սազանդարների, սատարողների, սպասարկողների, աֆիցիանտի նկատմամբ ոչ թե մասնագիտությունը, այլ գործնեության տեսակը բոլորի հետ միասին դուք եք պատասխանատվության ենթարկվելու, բա գիտեք, տենց մենակ զոնտիկ պահող եք ունենալու։ Լավ եղեք, Տիկին Հակոբյան, առողջ եղեք, ձեզ առողջություն ձեզ եւ մնացած բոլորին առողջություն եմ ցանկանում, որովհետեւ դուք պիտի այնքան ապրեք, այնքան երկար ապրեք, այնքան առողջ ապրեք, որպեսզի մենք կարողանանք տեսնել բազմաթիվ դատավարություններ։ Լավ եղեք։